Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայերի Բաքվում ընթացող կեղծ դատերից մեկի ընթացքում Դավիթ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ անգամ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի եւ 26-ի դատական նիստերի արձանագրություններին։ Սակայն դատավորը փաստացի չի արձագանքել։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը ասում է, առաջին դեպքը չէ, որ համոզվում ենք ադրբեջանական կողմը խեղաթյուրում, խմբագրում ու փոխում է հայերի ասելիքը։ Դա ներկայացնում է իրեն անհրաժեշտ լույսի տակ։ Ինքը Աբրահամյանը գերիների ընտանիքների հետ զրուցելով իմացել է, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը, խոսքը խեղաթյուրված է ներկայացվում, իսկ որոշ դեպքերում ճիշտ հակառակ միտքն է հրապարակված։ Հնչող հայտարարությունները, այդ մարդկանց շփումները իրենց ընտանիքի անդամների հետ, որը բնականաբար խիստ համապատասխան են, ցույց է տալիս, որ ոչ միայն ցույց է տալիս, այլ վերահաստատում է այն բոլոր մտահոգությունները, որ այդ գործընթացը ամբողջությամբ կեղծ է, Ադրբեջանը ունի քաղաքական պլանավորում եւ այդ մարդկանց փորձում են այնտեղ այդ մարդկանց խոսքը խեղաթյուրելով օգտագործել դա Հայաստանի պետության դեմ։ Այս արձանագրումները հիմք են միջազգային կառույցների համար անհրաժեշտ եզրահանգումներ անելու ու դա հետագայում Ադրբեջանի իշխանությունների դեմ քաղաքական ճնշման միջոց գործածելու համար, ասում է падգամավորը։ Արձանագրում դատավարության հետ կապ ունեցող բոլոր ընթացակարգերը խախտված են։ Նպատակը այս գործերի կեղծ արդյունքները գործածել Հայաստանի դեմ, խմբագրել, փոխել, իրականությունը նաև մաքրել։ Ադրբեջանը փորձում է վերջին 35 տարվա պատմությունը վերախմբագրել, դա օգտագործել Հայաստանի Հանրապետության դեմ բանակցային գործընթացում հանգամանքից թե ով այդ պահին կլինի իշխանությունը։ Նպատակը ոչ միայն քարոզչական, այլ նաև քաղաքական եւ իրավական հիմքեր ստանալն է եւ դա համապատասխան process-ի վերացել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իրավապաշտպանն էլ իր հերթին է արձանագրում Ադրբեջանը տեղեկատվական առումով հստակ քաղաքականություն ունի, բացառապես ընտրովի տեղեկություն է դաշտ ուղարկում այն շեշտադրումներով, ձևակերպումներով ու բառերի ընտրությամբ, որը ձեռնտու է բնականաբար բռնապետի վարչակազմին։ Շատ հեշտ պատկերացնել է լինում, որ կոնտեքստից դուրս ինֆորմացիա է մատուցվում, թերի է մատուցվում, որպեսզի համապատասխան տպավորություն ստեղծվի եւ այլն։ Այսինքն, եթե որևէ անկախ դիտորդ կամ լիարժեք հեռարձակում չկա նիստերի դաշտից, որպեսզի մենք հասկանանք ինչ ցուցմունք տվել է կամ չի տվել կամ ինչ բառապաշարով է, ասենք ինչ որ մի բան մեկնաբանվել այդ մեր գերիների կողմից, ուստի մեր կանխավարկածը այն է, որ ինֆորմացիան թիրախեղված է եւ միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Փաստացի դռնփակ են ընթանում դռնբաց հռչակված դատավարությունները, միջազգային լրատվամիջոցները թիրախավորված են, կարմիր խաչը, այսպես ասենք, չեզոքացված։ Ստացվում է դատարանում ինչ էլ ասվի Ալիևի խմբագիրները դրանք ներկայացնելու են անհրաժեշտ տարբերակներով, իբրև թե փաստեր արձանագրելով ու կուտակելով Հայաստանի դեմ։ Հայտարարագիր չլրացրած քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի ազատազրկումը միայն պաշտոնյաներին է։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն իր խոսքում հորդորել էր վերջնական պատասխան ակնկալել համապատասխան մարմիններից։ Հանրապետությունում հարկ ՀՆԱ ցուցանիշի նվազում կա, պատճառը ներմուծման ծավալների անկումն ու տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է։ Ստվերի նվազման միտում չի նկատվել։ 24 թվականին մոտ 392 միլիարդ վերադարձ է տեղի ունեցել հարկ վճարողներին, որի մեջ մեծ մասը, նախ 81%-ով աճ, 29.3 միլիարդով աճ ունենք, մեծ մասը իհարկե այստեղ խոսքը հիպոթեկի տոկոսադրումների դիմաց եկամտային հարկի վերադարձի մասին է, որը աճել է 32%-ով կամ 16.6 միլիարդ դրամով։ Նախորդ տարի Հայաստանի մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15%-ով պակաս հարկեր եւ տուրքեր, քան 2023-ին։ Ընդհանուր առմամբ 2024-ին հարկերի եւ տուրքերի գծով հավաքագրվել է 2 տրիլիոն 391 միլիարդ դրամ։ Նախորդ տարին է ամփոփում նաեւ էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանի ղեկավարած կառույցի ծախսերը 2024-ին կազմել են 72.4 միլիարդ դրամ։ Միջոցների իրացումը կազմել 96.4%։ Ընդհանուր առմամբ գերատեսչությանը հատկացվել է մոտ 90 միլիարդ դրամ, որն ուղղվել է մի շարք ծրագրերի իրականացմանը։ Արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, սա այն է, որ մենք աջակցում ենք մեր տնտեսվարողներին, դրսի էքսպոներին իրենք մասնակցեն, ծախսել ենք 557 միլիոն դրամ եւ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության նախասած միջոցառումների շրջանակում կազմակերպվել եւ իրականացվել է արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ
գովազդի եւ հասարակական կարծիքի ձևավորման 3 միջոցառում ապավել է մասնակցություն եւ կազմակերպվել է 10 գործարար համաժողովներ, ֆորումներ, ինչպես նաեւ համանման միջոցառումներ, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում եւ Հայաստանում իրականացվել է 14 ցուցահանդես, սրանց մեծ մասը օտարերկրյա պետություններում են իրականացվել։ Սկզբնական շրջանում այդ ծրագրերը ներառել են 68 միջոցառում, սակայն էկոնոմիկայի նախարարությունը կարողացել է իրականացնել միայն 10 ծրագիր 63 միջոցառումով։ Էներգետիկ ոլորտի մասնագետների ծիծաղն է գալիս, երբ խոսքը գնում է տարածաշրջանում տնտեսական եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին ու դրան զուգահեռ Ադրբեջանն իր մի քանի հոգանոց հասարակական կազմակերպություններով բողոքի ակցիաներ է իրականացնում ընդդեմ Հայաստանի մեծամորի ատոմակայանի։ Մի պարզ պատճառով է Ադրբեջանը իր հասարակական կազմակերպություններին ու այսպես կոչված բնապահպաններին ոտքի հանել ընդդեմ Հայաստանի խոշոր էներգետիկ կառույցի։ Այդ երկիրը եւս նախատեսում է իր տարածքում կառուցել ատոմակայան, իսկ Ադրբեջանը վախենում է, որ Հայաստանի ատոմակայանն իրենց համար կարող է խոչընդոտ դառնալ։ Հետազոտական ռեակտոր է ուզում տնի իրեն ատոմակայանի։ Երբ որ մենք մագազին ենք գնում, դասում ենք այդ մասին։ Հետազոտական դա նշանակում է միջուկային հետազոտությունների անելու կատարելու համար հետազոտական ռեակտոր է, իսլեվսկի ռեակտոր։ Այրանք ուզում են այդպիսի բան դնել։ Բայց նոր դե կարող է կուլիսների հետևում ներքուսային ընկերներին կամ մեկ ուրիշի տեղ իրենք դերակատարներ են տանում։ Դա փակ է, մենք տեղյակ չենք։ Թուրքիան եւս թեժացրել է հայկական ատոմակայանը փակելու թեման, որպեսզի նոր էներգաբլոկ չկառուցվի։ Թուրքիայի էներգետիկ դոկտրինում գրված է, որ մինչև 2030 թվականը Թուրքիան նախատեսում է զարգացնել էլեկտրաէներգիայի արտահանումն արտաքին շուկաներ, այսինքն նաեւ հարավային Կովկասի երկրներից Հայաստան։ Ըստ փորձագետների, այդ դոկտրինի նպատակն է Հայաստանը դարձնել էներգետիկ առումով Թուրքիայից կախված մի երկիր, որն էներգիա արտահանելու փոխարեն կդառնա էներգիան ներմուծող երկիր։ Հայկական ատոմակայանի դեմ արշավները սկսվել են դեռևս 1995 թվականից։ Այդ ժամանակվանից Թուրքիան եւ Ադրբեջանը ջանքեր չեն խնայում հայկական խաղաղ ատոմի զարգացումը խոչընդոտելու համար։ Հունիսի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիան եւ հայկական ատոմակայանը փակելու կոչն ամբողջությամբ տեղավորվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական շահերի համատեքստում։ Ռուսական պետական կորպորացիայի շնորհիվ իրականացվեց կայանի տեխնիկական արդիականացման լայնածավալ նախագիծ, որը ապահովեց անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև առնվազն 2036 թվական։ Ռուսները հիմա շատ ակտիվ մասնակցում են նաև այս շահագործման ժամկետի երկրորդ անգամ երկարացման։ Միա 10 տարի երկարացում, ինքնա դեռ 10 տարի պետք է երկարացնեն, 26-ից 36։ Հայկական միությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաները եւս այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան։ Այցելուներին ներկայացվել է հայեկում վերջին շրջանում շահագործման հանձնված 3.4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքը, որը նախատեսված է ապահովելու շահագործման անվտանգության բարձրացումը Եվրամիության նախորդ նվիրատվության հիման վրա։ Տրենաժոր հարցրեցին, բանամասշտաբ տրենաժոր, որը դա մեծ քայլ է դեպի անվտանգություն։ Դա մեծամասշտաբ վարժասարք է, որ արդեն 6-7 տարի մշակում ենք ամերիկացիների հետ։ Հայկական ԱԷԿ-ը գտնվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության տակ եւ բազմիցս ենթարկվել է կանոնավոր ստուգումների, մասնագիտացված սթրես տեստերի։ Ռաֆայել Գրոսին 2023-ին Հայաստան այցի ժամանակ հաստատեց, որ կայանը շահագործվում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այսպես հիմա հարյուրավոր քննարկումներ ու բողոքներ ահազանգեր կան Եվրոպայի հետ վիզաների ազատականացման ճանապարհը բռնած Հայաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու դիմումները զանգվածաբար մերժում են նույն եվրոպական դեսպանատներում։ Ի դեպ մեկնաբանության համար դիմեցինք նաև Հունաստանի դեսպանություն, սակայն հարցերը գրավոր պահանջեցին։ Վիզաների հարցը խորհրդարան է հասել։ Իշխանական падգամավորը արտգործնախարարներին հիշեցրեց նախորդ տարի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել էին, թե սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ են լինելու ազատ վիզայի հարցը առաջ բերելու համար։ 9 ամիս ինչու եք ուրիշ իրականությունում ապրում։ Եվրոպական միության անդամ երկրների կողմից մեր քաղաքացիներին տրվող վիզաների տրամադրման կամ հերթագրման կամ հարցազրույցների ուրեմն գործընթացը իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկրի գործընկերներին, նրանց ովքեր ներկայացում են Երևանում առնվազն
մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, այդտեն իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով։ Տուրիստական ընկերության ղեկավարի կարծիքով, երբ որևէ մեկին մերժում են, վիզա տալ առաջին հերթին պետությանն են անվստահություն հայտնում, հետո միայն քաղաքացուն։ Այսինքն այդ երաշխավորը պետք է լինի պետությունը։ Պետությունը ինքը չի խոսում, երաշխավոր չի լինում, որ իր քաղաքացին չի գնա ու հետ չի վերադառնա, դեսպանատունը լրիվ ունի այդ լիազորությունները մերժելու եւ իր երկիրը հավելյալ փախստականներով չծանրաբեռնելու։ Ակնանը պետք է բանակցի բոլոր դեսպանատների հետ, ասի որ իր երկրում ինչ աշխատանք են տանում արտագաղթը կանխելու համար։ Այնուամենայնիվ, երբ եվրոպական ազատ վիզա կունենանք, այս հարցի պատասխանը շարունակում է հեռուներում մնալ մշուշոտ պատասխաններով։ Եվրոպան խուսափում է հստակ ժամկետներ նշել, իսկ սովորաբար այս գործընթացը մինչև 6 տարի է տևում։ Մեր դեպքում հավանաբար ավելի շուտ կլինի։ Ներկայացվել է Ռուսաստանում երբևէ մշակված ամենամեծ ադամանդը, որը կշռում է ավելի քան 100 կարատ։ Նոր արև կոչվող թանկարժեք քարն ունի հագեցած դեղին գույն։ Այն մշակել է 15 մասնագետից բաղկացած թիմը 2.5 տարի։ Դրա վաճառքի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։ Կարիբյան ծովում եւ հարակից տարածքներում արձանագրվել է սարգասումի շագանակագույն փշոտ ջրիմուռի աննախադեպ կուտակում։ Ջրիմուռը արձակում է թունավոր գազեր, ինչի պատճառով Մարտինիկ կղզում մի դպրոց ստիպված է եղել ժամանակավորապես փակվել։ Ռոստովի մարզի կենթանաբանական այգուց Սիդնեյ անունով կենգուրու է փախել։ Կենգուրուին փնտրելու համար ներգրավվել են ավելի քան 90 մարդ։ Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում նորից ամառ է ու նորից ջուր չկա։ Ամեն տարի այս սեզոնին գյուղացիները խմելու ջուր չեն ունենում։ Արդեն 10 օր է տարական կենցաղային խնդիրները լուծելու համար ամենատարբեր ձևով են ջուր բերում։ Փողոցը տեմեն լիքը փողոց Գոռավանի։ Համարատը 60-ից 80 տնտեսություն է ապրում։ Աշվանդամ ենք, փոքր երեխաներ բազմաշունչ ընտանիք են, մեզի ջուր չկա։ Բոլորին է ջուր պետք։ Հա, բոլոր փողոցերից է։ Հիմա ո՞նց ա։ Իրան հարցնում ես ասում ես խինդեր կա, ասում ինքը շոր չկա դրե վճարում, բա մենք ինչա մեր փողի վրա դեպ չկա։ Մենք ենք վճարում, կողա։ Դե բիզնես ա անդր, մի քիչ ավել են։ Գյուղացիներին դեռ օրեր առաջ էին հայտնել, որ խողովակ է վնասվել, նոր օգում են, բայց երկար սպասել չեն կարող, խմելու ջրի կարիք ունեն։ Երկրի ոնդրեվո պետք է լայա լողանա, շուել լվացեք, թե ինչ դեպի կտելու աստատի։ Եներ մեր ախեն ինչ ալեն չգիտենք։ Երեխեքով ամեն ինչով ծանրա բերված փողոցներ, այս երկիրեք փողոց, թազա բնակիչներ են, 88 թվիթեսի վերակառուցվելա, նորմալ եղած ջուր, ադրուց հետո արտեսու։ Արարատի մարզպետի հանձնարարականով գոռավանցիների հետ վարչականի ղեկավարն է հանդիպել։ Այս բային վթարված հատված ունենք, բոլորը տեղյակ եք, կանալի բերանից մինչև տրասայի բերան ջրագիծը փոխվում է։ Նոր չէ, 3 տարի է դա, 3 տարի։ Սա օրը քարից ասում եմ, դնում եք քսմել ակաջը։ 3 տարի է դա։ Ես 2 օր չեմ լողացնում։ Շաբաթվա մեջ 3 անգամ ես 4000 դրամով ջուր եմ առնում։ Ինչքան առնեմ, որ իմ թորներին լողացնեմ։ Դոլա ջուրը տալիս է, մեր տրուբաները վթարվել է։ 11 տարի է չի լուծվել այդ խնդիրը։ Ու է դրա դիմացել մարդիկ նոր ջրագիծ են վճարումները կատարել են։ Նոր ջրագիծ են կասկածնում, այդ վթարված հատվածները բոլորը հիմա կարգավորում ենք։ Ասել, որ օրերի ընթացքում մի քանի փողոցներ կանոնավոր ջուր կունենան արդեն մինչև ամբողջական ջրամատակարարման հարցը լուծվի։ Վստահեցրել է, որ ջրագիծը փոխելուց հետո գյուղացիները երբեք էլ չեն հիշի, որ նման խնդիր են ունեցել։